Վերջերս ես տեսա նրանց, քիչ մնաց թե բռնեի, միայն թե ինձ հայրիկն ասաց, Վերջ տուր, աչքիդ երևաց, նրանց բռնելը չի լինի, հետքերն էլ չես գտնի, իսկ թե ովքեր են այդ ֆիքսիկները, գաղտնիք է շատ մեծ, իսկ թե ովքեր են այդ ֆիքսիկները, գաղտնիք է շատ մեծ, իսկ թե ովքեր են այդ ֆիքսիկները, գաղտնիք է շատ մեծ։ Խողովակները։ Մեր դասի թեման խողովակներն են։ Տեսեք, թե դրանք որքան շատ են պրոֆեսոր Չուդակովի լաբորատորիայում։ Ահա, և ահա, և այստեղ, և այնտեղ։ Ով գիտե, որտեղ են կիրառվում խողովակները։ Իգրեք։ Ջերմախույն, ջուրը հոսում է դրանց միջով։ Նոլիկ, դպրոցում պատասխանելուց առաջ ձեռք եմ բարձրացնում։ Իգրեք։ Խողովակները նաև կայողիում։ Ես հարցնում եմ Իգրեկին։ Խողովակներով գազ են մատակարարում։ Դու խանգարում ես։ Եվ խողովակներով է դուրս գալիս նաև վառարանների ծուխը։ Նոլիկ, սա խուլիգանություն է, դուրս դասարանից։ Եվ այսպես։ Խողովակ ունի նաև ցնցուղը։ Ում ասացի։ Թոշակումը նույնպես խողովակ ունի։ Նաև հեռադիտակը, հեռուն տեսնելու համար։ Եկեք կամաց փախչենք։ Ճիշտ է։ Չկնաթող բղավի իր համար։ Բացի այդ, խողովակներով նվագում են։ Նոլիկն իմ կրտսեր եղբայրն է։ Նրա գիտելիքներն առայժմ սակավ են, սակայն դա չի խանգարում նրան քիթը խոթել ուրպատահի։ Եվ այդ պատճառով նա հաճախ է հայտնվում փորձանքի մեջ, եւ ես ու ծնողները ստիպված ենք լինում փրկել նրան։ Չէ, Նոլիկը չար չէ։ Նա ուրախ է եւ հետաքրքրասեր, ուղղակի փոքրինչ համար է։ Բացի այդ, նա խախտել է մարդկանցից խուսափելու ֆիքսիկների գլխավոր կանոնը։ Ախր այդ Նոլիկն էր, որ առաջինը սկսեց ընկերություն անել Դիմդիմիչի հետ։ Ճիշտ է, ես նույնպես, բայց առաջինը Նոլիկն էր։ Թեպետև հա, առաջինը Դեդուսն էր։ Այդ նա էր, որ տարիներ առաջ ընկերացավ պրոֆեսոր Չուդակովի հետ, որի լաբորատորիայում մենք այժմ սովորում ենք։ Ստացվում է, որ Նոլիկը լիովին նման է Դեդուսին, իր պապիկին։ Դե ինչ, շարունակում ենք։ Խողովակները, որքան փողրակներ կան այստեղ։ Եվ ապակյա, և ռետինե։ Իսկ գրչի միջուկը, չէ՞ որ դա նույնպես խողովակ է։ Լրեց։ Օրինակները վերջացան։ Ջրաշխարհում սահում են խողովակներով։ Հրացանի փողը նույնպես խողովակ է, նաև հրանոթինը։ Այ, իսկ այս խողովակի վրա ճանք կա։ Եվ ինչ-որ մեկը փորում է, և թշշացնում։ Թշում է, որտեղ։ Ինչպես կարող եմ ցույց տալ, եթե ինձ վռնդել են։ Ինչ է այստեղ։ Խողովակից խատում է։ Թթուն է կաթում։ Դա վտանգավոր է։ Անշուշտ, Հիմա այնպես կպայթի։ Որտեղ է պրոֆեսոր Չուդակովը։ Նա գնացել է ճաշելու։ Իսկ այստեղ վթար է։ Հանգիստ։ Վայր, վերտա։ Հակեք այն ծորակը։ Սիմկա, այստեղ բերոքնի չէ։ Խողովակ նորոգելու ենք։ Գլխավորն այն է, որ խողովակից արտահոսք չլինի։ Նման խողովակ սարքելը դյուրին չէ։ Մետաղական խողովակները փաթաթում են մետաղի ֆերտից, իսկ կարվածքը լցոնում եռացրած մետաղով։ Սակայն կարվածքը կարող է բացվել։ Այդ պատճառով մարդիկ սովորել են առանց կարվածքի խողովակներ սարքել։ Դրանք ստանում են թեժ մետաղը հատուկ հաստոցների վրա ձգելով։ Իսկ պլաստիկական խողովակները մակարոնների նման ուղղակի ճշմարտադուրս են մղվում։ Թեժ պլաստիկական զանգվածը հովանում է և ստացվում է խողովակ։ Ժամանակին հասանք։ Նոլիկ, իսկ դու ապրես։ Էй, որտեղ ես։ Հեռացավ։ Վերջապես։ Ես այստեղ եմ։ Նոլիկ, շնորհակալություն եմ հայտնում աչալրջության համար և թույլ եմ տալիս վերադառնալ դասարան։
բայց պայմանով։ Խոսիր միայն այն ժամանակ, երբ քեզ կհարցնեմ։ Եվ այսպես խողովակներ։ Շարունակիր, Y։ Դեմ, Ախր Նոլիկն արդեն ամեն ինչ ասել է։ լոլիկ։ Էրիկա, խողովակ է նաև կոկտեյլի փողիկը, եւ մակարոնը նույնպես խողովակ է խմորից։ Բացի այդ, ինչ են ասում, դե անցքերը լեռներում։ Ինչ անցքեր։ Հրաբուխները։ Ոչ, ոչ թե այդպիսի անցքեր, այլ այսպիսի։ Թունելները։ Այո,